Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում կայանալիք իր հանդիպումը։ Ես երեկոյան հեռախոսով խոսեցի Ամերիկայի նախագահի հետ, ասել է կառավարության ղեկավարը Կոսուտ ռադիոկայանի եթերում։ Եվ ես այսօր առավոտյան կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Օրբանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդների միջև Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունները կարևոր քայլ կլինեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սկզբից մենք ասել ենք, որ պատերազմը վատ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փակենք դիվանագիտական ուղիները։ Եթե դիվանագիտական ուղիներ չկան, երբեք խաղաղություն չի լինի, ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ Պուտինի եւ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը բավարարում է բոլոր հունգարական ընտանիքների շահերը, քանի որ այն կնպաստի ուկրաինական հակամարտության դադարեցմանը, որը խոչընդոտում է եվրոպական երկրների, այդ թվում Հունգարիայի բնականոն տնտեսական զարգացմանը։ Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման մահացել է 102 տարեկան հասակում, հաղորդում է Կյոտո լրատվական գործակալությունը։ Մուրայաման, որը ծնվել է 1924 թվականին Օիտա պրեֆեկտուրայում, 1972 թվականին ընտրվել է որպես Ճապոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 1994 թվականին նա դարձել է Ճապոնիայի 81-րդ վարչապետը, գլխավորելով եռակողմ կոալիցիոն կառավարությունը։ Նա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը հայտարարել է սահմանադրական, պաշտպանել Ճապոնիայի օրհներգի եւ դրոշի ճանաչումը եւ շարունակականությունը, ինչպես նաեւ վերահաստատել ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի մշտականությունը։ Մուրայաման պատմության մեջ կմնա որպես վարչապետ, որը այսպես կոչված Մուրայամա հայտարարության մեջ ընդունեց Ճապոնիայի քաղաքականության սխալը, որը հանգեցրեց պատերազմի։ Այնուհետև նա զղջացել է պատերազմի ընթացքում Ճապոնիայի կողմից ասիական երկրներին պատճառված տառապանքների համար եւ ներողություն խնդրել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման օրակարգը, հաղորդում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, հղումանելով իր սեփական աղբյուրներին։ Սպիտակ տան ռազմավարությունն այն է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ ուղարկվի ռուս պաշտոնյաների հետ հանդիպման Բուդապեշտի գագաթնաժողովի օրակարգը քննարկելու համար, բացատրել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, նշել է հրատարակությունը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Ռուբիոն կարող է Ռուսաստանին առաջարկել տարբեր տնտեսական խթաններ, որպես Ուկրաինայի հակամարտությունը լուծելու ապագա խաղաղության համաձայնագրի հետևանք։ Միևնույն ժամանակ ԱՄՆ կողմը պլանավորում է Կիևին ավելի մեծ հեռահարության զենք մատակարարելու եւ պատժամիջոցները խստացնելու սպառնալիքը որպես լծակ օգտագործել։ Չեխիայի Հանրապետությունը բժշկական եւ մարդասիրական օգնություն է ուղարկել Հորդանան, Գազայի հատվածում դաշտային հոսպիտալներին աջակցելու համար, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Հաղորդագրության համաձայն բժշկական գործիքներ, դեղորայք եւ վիրակապեր են մատակարարվել Հորդանան։ Սեպտեմբերին Չեխիայի կառավարությունը հաստատել է 1,37 միլիոն կրոն, մոտավորապես $60,000 արժողությամբ դեղորայքի փոխանցումը Գազայի, Հորդանանի կողմից աջակցվող դաշտային հիվանդանոցներին։ Տարածաշրջանում հակամարտության սկսվելուց ի վեր այնտեղ բուժվել է ավելի քան 100,000 հիվանդ։ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ են վարել Վաշինգտոնում եւ պայմանավորվել սկսել նախագահներ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի եւ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Կողմերը համաձայնել են համատեղ աշխատել նախագահ Թրամփի եւ նախագահ Լուլա դա Սիլվայի միջև հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելու ուղղությամբ, ասվում է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։ Բրազիլիական դիվանագիտական մամուլի ծառայության հաղորդմամբ կողմերը մտադիր են նաև առաջիկայում բանակցություններ վարել մի քանի ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները նախատեսում են նոյեմբերին ստորագրել ռազմական համագործակցության համաձայնագիր, որով երկու կողմերն էլ արաբական երկրների վրա ցանկացած հարձակում կդիտարկեն որպես խաղաղության եւ անվտանգության սպառնալիք, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին։ Նրա խոսքով գործարքը կարող է կնքվել թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հաջորդ ամիս Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում։
Ակնկալվում է, որ համաձայնագիրը կլինի ամուր եւ կներառի ընդլայնված ռազմական եւ հետախուզական համագործակցություն։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թերթին հայտնել է, որ բանակցություններ են ընթանում թագաժառանգի այցի ընթացքում որևէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, սակայն մանրամասները դեռևս վերջնականապես չեն որոշվել։ Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին ձերբակալվել են։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ նրանք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրանք մեղադրվում են հողերի ապօրինի օտարման, փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2025 թվականի մարտի 28-ին վարույթ էր ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազությունը պահանջում Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք եւ դրամական միջոցներ։ Վարուժան Ներսիսյանը Իջևանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1999 թվականից մինչև 2011 թվականը։ Եվրոմիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, շեշտելով, որ դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։ Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ Սիսյանից Քաջարան մայրուղին թունելի հետ միասին այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցրում, ինչպես նաև այլ գործընկերների կողմից արվող ներդրումները դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում, ասել է Մարագոսը։ Դեսպանը մանրամասնել է, որ այդ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների մաս են կանաչ Երևան նախաձեռնությունը, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված ման մագնիշի 87 ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզի վերանորոգումը, ինչպես նաև ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի եւ Վրաստանի միջև, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի շուկան բացելու առումով, որպեսզի ավելի կանաչ էներգետիկ նախաձեռնություններ եւ ներդրումներ լինեն երկրում։ Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր հոկտեմբերի 17-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ քանդել են Սարյան պուրակում գտնվող կրպակները։ Քանդվել է Զորյան 1 Տրոպեկ հասցեում գտնվող սրճարանը։ Կոլորիտ ՍՊ-ի տնօրենն ասել է, որ երեք քաղաքապետ Հավինյանը որոշում է կայացրել ու այսօր եկել են ամբողջ գույքը քանդելու, ասելով, որ այն ինքնակամ շինություն է եւ հողը համայնքի սեփականությունն է։ Սա քաղաքապետարանի կողմից վանդալիզմ է։ Իրենք մեզ չեն տեղեկացրել, երբ հարկ է լինում գումար վճարելու կամ տարածքը աղտոտված է լինում, իրենք տեղում նամակներն ուղարկում են, իսկ այս դեպքում չեն տեղեկացրել, եթե քանդելու էին, թող նախապես ասեին, միլիոնների գույք կորցրեցի, ասել է նա։ Եվրոպան պետք է բացի իր դիվանագիտական ուղին Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո հաղորդում է Reuters-ը։ Եվրոպան պետք է բացի իր դիվանագիտական ուղին Ռուսաստանի հետ, նշել է նա։ Հոկտեմբերի 17-ի առավոտյան Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև բանակցություններից մեկ շաբաթ անց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կզայրանա Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպման պատճառով։ Այս մասին գրել է ֆրանսիական հայրենասերներ աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Ես գիտեմ մի քանի մարդկանց, ովքեր կզայրանան, օրինակ ոմն Էմանուել եւ ոմն Ուրսուլա։ Գագաթաժողով Եվրամիության երկրում ինչ ամոթ նրանց եւ եվրոբազաների համար, ասվում է հրատարակության մեջ։ Հինգշաբթի օրը Թրամփն ու Պուտինը ունեցան իրենց 8-րդ եւ ամենաերկար հեռախոսազրույցը ամերիկացի նախագահի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր, որը տևել է 2.5 ժամ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ Երևանի քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել սոցիալական ցանցում կատարած գրառման համար, որտեղ վերջինս անդրադարձել էր Մկրտիչ սրբազանի կալանավորմանը։ Կոչուբաևը չի ընդունում մեղադրանքը։
Արամա կաթողիկոսը խստիվ դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. ամիսներ առաջ Արամա Ավեհափար հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը եւ նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելու երևույթը։ Նորին սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով եւ մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները դարձյալ դատապարտում է այս անընդունելի երևույթը։ Միաժամանակ Վեհափար հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Տեր Շահեն arczepiskopos Սարգսյանին, որ իր մտահոգությունը ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ նույնիսկ վարչապետին։ Վեհափար հայրապետի մոտեցումն այն է, որ կարելի փութով պետություն եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի եւ մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն, ասված է հայտարարության մեջ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց տնային կալանք։ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատարանից պահանջել է ներկայացնել Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանի ստորագրած փաստաթղթերի պատճենները։ Նիստը նախագահող դատավոր Աղաևն արձագանքել է, թե փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է, տպագիր տարբերակները կփոխանցվեն նրանց փաստաբաններին։ Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի դեմ կեղծ խոշտանգման մեղադրանքը շարունակվել է։ Այս անգամ Իլհամ Մամեդովն է պատասխանել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հարցերին։ Երբ եւ ինչ պատճառներով է իրեն հաշմանդամության խումբ շնորհվել հարցին, ադրբեջանցին հստակ չի կարողացել պատասխանել, միայն ասել է, թե գերության մեջ ենթարկվել է խոշտանգումների եւ վնասվածքներ է ստացել։ Լևոն Մնացականյանը հայտնել է, որ հաջորդ դատական նիստում մանրամասն կպատմի այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին ու շարունակել է պնդել, որ ինքը Իլհամ Մամեդովին չի ճանաչում։ Բաքվի դատարանում ուսումնասիրել են 1990-ից մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածի կամավորական ջոկատներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում Խաչակիրներ, Մալաթիայի կամավորներ, Մուշ Արաբո, Սասնա Ծռեր, Սասունցի Դավիթ, Անկախության բանակի կամավորական միլիցիոն քաղաքական միավորում, երկրապահ դատական նիստը կշարունակվի այսօր։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հաջորդ շաբաթ կանցկացնեն ավագ խորհրդականների հանդիպում։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը True Social-ում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Մեր զրույցի ավարտին մենք համաձայնության եկանք մեր ավագ խորհրդականների հանդիպման շուրջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ, գրել է Թրամփը գրառման մեջ։ Նա պարզաբանել է, որ նախնական հանդիպումները կանցկացնի պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի այլ անձանց հետ միասին, որոնք դեռևս որոշված չեն։ Հանդիպումների վայրի վերաբերյալ որոշում նույնպես դեռ չի կայացվել։ Սպիտակ տունը բարձր է գնահատել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը, հաղորդում է Bloomberg-ը։ Դա արդյունավետ հեռախոսազանգ էր, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նշելով, որ նախագահները ի թիվս այլ բաների քննարկել են նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Պուտինը նաեւ շնորհավորել է Թրամփին Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու կապակցությամբ։ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետից ի վեր, բայց այն թափ է հավաքում։ Երկու կողմերն էլ փորձում են ամրապնդել իրենց բանակցային դիրքերը, սակայն արդյունքը անորոշ է։ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի արդիական միջազգային խնդիրների ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Նեժդանովը։ Պեկինը նախկինում արձագանքել էր Չինաստանի դեմ 100%-անոց մաքսատուրքերի սահմանման Թրամփի հայտարարությանը, մեղադրելով Վաշինգտոնին կրկնակի ստանդարտների մեջ։ Չորեքշաբթի օրը Թրամփը Միացյալ Նահանգները հայտարարեց Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ։ Ուկրաինայի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են մտցվել։ Հինգշաբթի օրը հայտնել է ուկրաինական Ուկրեներգո էներգետիկ ընկերությունը։
Ուկրաինայի բոլոր շրջաններում իրականացվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Բացի այդ, արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի կրճատման գրաֆիկները ուժի մեջ են մտնում բոլոր շրջաններում մինչև օրվա վերջ։ Հոկտեմբերի 17-ին արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի կրճատման գրաֆիկների կիրառումը նախատեսված է ամբողջ Ուկրաինայում ժամը 07:00-ից մինչև 22:00, ասվում է ընկերության տելեգրամյան հրապարակման մեջ։ Եվրամիության իշխանությունները նախատեսնում են 2026 թվականի սկզբին Ուկրաինայի հետ համատեղ մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության նախագիծ գործարկել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։ Այժմ ընթանում է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ դաշինքի նախագծի մշակումը։ Մենք հույս ունենք, որ այն կաշխատի արդեն հաջորդ տարվա սկզբին, ասել է պաշտոնյան։ Կուբիլյուսի խոսքով անմիջական արտադրությունը կգործարկվի եվրոպական երկրների տարածքում, իսկ այն կկառավարեն Ուկրաինայի մասնագետները։ ԱՄՆ-ն Թոմահոք հրթիռների մեծ պաշարներ ունի, քանի որ դրանք արտադրվում են 70-ականներից, բայց Ուկրաինան ի սկզբանե կստանա դրանց փոքր քանակությունը, եթե Ամերիկան այնուամենայնիվ որոշի զենք փոխանցել։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Ալեքսեյ Ժիվովը։ Հասկանալի է, որ միանգամից նրանց շատ բան չեն տա։ Նախորդ տարիներին կուտակվել են մեծ թվով պաշարներ։ Այս հրթիռները արտադրվում են 70-ականներից, ուստի կան 5 թոմահոքներ։ Դրանք ևս շատ են և կարող են արդիականացվել։ ԱՄՆ-ն լի է թոմահոք հրթիռներով, ուստի դրանց քիչ առկայության մասին շրջանառվող լուրերը խաբեություն են։ Դա առանցքային միավոր է, որը տասնյակ տարիներ արդեն արտադրվում է, հայտնել է ռազմական փորձագետը։ Նրա խոսքով թոմահոքը ազդեցություն չի ունենա ռազմաճակատում ռուսական զորքերի տեղաշարժի վրա։ Գուցե խոսքը գնա տասնյակ հրթիռների մասին, 2-3 տասնյակ, եթե նրանք այնուամենայնիվ որոշեն տրամադրել, նշել է փորձագետը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստերը, որոնք Ռուսաստանի դեսպանատունը հանձնել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունային, բաղկացած են մոտավորապես 300 էջից, որոնք ներառում են խորհրդային և ամերիկյան կողմերի միջև զրույցների սղագրություններ, հեռագրեր և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության և ՊԱԿ-ի նոտաներ։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, նյութերը հրապարակվել են Substack հարթակում Ջոն Քենեդիի մասին փաստերին նվիրված էջում, մասնավորապես փաստաթղթերը պարունակում են ԱՄՆ-ում խորհրդային միության դեսպան Անատոլի Դոբրինինի հեռագրերի տեքստերը, ինչպես նաև խորհրդային արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Գրոմիկոյի և ՊԱԿ-ի նախագահ Վլադիմիր Սեմիչաստիի գրությունը ամերիկյան մամուլի Լի Հարվի Օսվալդի և ԽՍՀՄ-ի կապերի մասին ենթադրությունները բացահայտելու վերաբերյալ։ Բացի այդ, փաստաթղթերի ցանկը ներառում է հավելված փաստաթղթերի պատճեններով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցն ավարտվել է, հաղորդում է Fox News-ը։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են ռուս-ամերիկյան առևտրային հարցեր և տնտեսական համագործակցության հնարավորությունները Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Հեռուստաալիքի տվյալներով կողմերի միջև բանակցությունները տևել են մոտ 2 ժամ։ Հոկտեմբերի 13-ին Թրամփը հաստատեց իր պատրաստակամությունը հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը հոկտեմբերի 17-ին։ Զեղծարարությունները շատացել են, զգոնության կոչ է անում ազգային անվտանգության ծառայությունը, հայտնում են, որ պաշտոնյաների անվամբ բացված հավելվածներով տարվում է իրականությանը չհամապատասխանող գրագրություն։ Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ համակարգչի համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակաշրջանում տարածում են ստացել, այս մասին տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը, նշելով. Մասնավորապես բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնի կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն
կուսակցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու եւ այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով, մասնավորապես WhatsApp հավելվածով, տարվում է տարաբնույթ իրականությանը չհամապատասխանող գրագրություն։ Նման օրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն, նշված է հայտարարության մեջ։ 15:39-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի թեմի հաշվապահ 60-ամյա կնոջ կալանքի միջնորդության քննությունը, գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Նա այն դատավորն էր, որին մակագրվել էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի դատավարությունը։ Նշենք, որ Գայանե Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանու որդուն հորդորել էր նստել իր մեքենան եւ գնալ միասին եռաբլուր, ինչի համար նրան մեղադրանք առաջադրեցին վարչապետի որդուն առևանգելու համար եւ դատավոր Մանվել Շահվերդյանը Գայանեին դատապարտել էր 4 տարվա պայմանական ազատազրկման։ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքել ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության բողոքը եւ փոփոխել Սյունիքի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը, վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության դատախազությունից։ Նշենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը ձեռք էր բերել, փոխադրել եւ Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր տարբեր տեսակի զինամթերք։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուի կառավարությանը անվստահության քվե հայտնելու առաջարկը չի հավաքել բավարար ձայներ, ըստ ազգային ժողովի քննարկության հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 271 կողմ ձայն, քանի որ անհրաժեշտ մեծամասնությունը չի ապահովվել, անվստահության բանաձևը չի ընդունվել, ասվում է հայտարարության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոն կժամանի Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումից 1 օր առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով AFP-ին։ Զելենսկին Վաշինգտոն կժամանի հոկտեմբերի 16-ին Թրամփի հետ բանակցություններից առաջ։ Զելենսկու եւ Թրամփի հանդիպման հիմնական թեման կլինի Թոմահawk հրթիռները, ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաեւ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը։ Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայի առաջնորդը նաև կհանդիպի զենք արտադրողների հետ հնարավոր մատակարարումների մեկնարկը քննարկելու համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լինցցյանի խոսքով ռուսական նավթի գնումների դադարեցման պահանջով Միացյալ Նահանգները զբաղվում է սպառնալիքներով եւ խաթարում է միջազգային առևտուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ մոտեցումը բնորոշ միակողմանի գերիշխանություն եւ տնտեսական հարկադրանք է, որը լրջորեն խախտում է միջազգային առևտրի եւ տնտեսական կանոնները, ասել է նա։ Դիվանագետի խոսքով ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է համաշխարհային մատակարարման շղթաների անվտանգությանը եւ կայունությանը։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրկին փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Ուրբաթ օրը Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, հաղորդում է The Washington Post-ը։ Պարբերականը հղում անելով եվրոպացի դիվանագետներին նշում է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականության շրջադարձը Ուկրաինայի նկատմամբ արդեն մի քանի ամիս է, ինչ հասունանում է։ Միևնույն ժամանակ դիվանագետները զգուշավոր են չհենվել նախագահի որոշման վրա, ով նախկինում փոխել է իր դիրքորոշումը այս հակամարտության հարցում։ Հոդվածի համաձայն Թրամփի վարչակազմը մեծացնում է ճնշումը Ռուսաստանի վրա նրան բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ The Washington Post-ը հղում անելով Սպիտակ տան աղբյուրին նշում է, որ ԱՄՆ նախագահի աջակցությունը Ուկրաինայի իր տարածքները վերադարձնելու նկրտումներին ցույց է տալիս Թրամփի ակնհայտ զայրույթը Մոսկվայի նկատմամբ։ Թրամփի վարչակազմը մտադիր է արմատապես փոխել ներգաղթի քաղաքականությունը եւ ապագայում ընդունել սպիտակամորթ անգլիախոս փախստականների Եվրոպայից եւ Հարավային Աֆրիկայից։ Այս մասին հաղորդել է New York Times-ը, հղում անելով թերթի կողմից ձեռք բերված փաստաթղթերին։
Նշվում է, որ փախստականների ծրագիրը ամբողջությամբ վերաուղղորդվելու է, ընդունելու հիմնականում սպիտակամորթ մարդկանց, որոնք պնդում են, որ հետապնդվում են։ Ներկայիս փախստականների ծրագիրը կենտրոնացած է աշխարհի ամենախելացի բնակչությանը օգնելու վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիության երկրները ցանկանում են Ուկրաինայում հակամարտությունը վերացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի։ Հաղորդում է Կոմերսանտ թերթը։ Եվրոպացիները ցանկանում են, որ պատերազմը դառնա Դոնալդ Թրամփի պատերազմը։ Դա նրանց համար մաքուր բալասան է, ասել է Լավրովը։ Նա բացատրել է, որ Թրամփի ներքաշելու Եվրամիության երկրների ցանկությունը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ բխում է փոխադարձ պատասխանատվության սկզբունքից։ Նրանք ցանկանում են կիսել պատասխանատվությունը։ Եվրամիության երկրները նույնպես փորձում են գտնել ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու միջոց, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է դրան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտայի հետ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ, Բուրիտան Լավրովին փոխանցել է Մարոկկոյի թագավոր Մուհամմադ 6-րդի ողջույն ընդգծելով, որ իր երկիրը Ռուսաստանին դիտում է որպես միջազգային հարթակում լուրջ խաղացողի, վստահելի գործընկերոջ եւ ազնիվ բանակցողի։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի վերջին զարգացումները։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին եւ պատրաստ է այդ պետությունների հետ համագործակցել նպաստելու համար այդ տարածաշրջաններում խնդիրների խաղաղ կարգավորմանը։ Բանակցությունները նպատակ ունեին ամրապնդել Մոսկվայի եւ Ռաբաթի միջև քաղաքական երկխոսությունը եւ ընդլայնել փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Ամերիկյան կապալառուները կօգնեն Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել Tomahawk հրթիռները, եթե դրանց մատակարարումը հաստատվի, հաղորդում է Financial Times-ը աղբյուրի փոխանցմամբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատի մատակարարումը Tomahawk հրթիռները կարող են բավականին արագ փոխանցվել ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ ամերիկյան կապալառուները կօգնեն հրթիռների շահագործմանը, մասնագետը բացատրել է, որ դա կվերացնի ուկրաինացի զինվորների մարզման անհրաժեշտությունը եւ ամերիկյան կողմը կկարողանա վերահսկել թիրախավորումը։ Հրապարակման մեկ այլ աղբյուր նշել է, որ Tomahawk հրթիռների մատակարարումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը պարզապես կլրացնի այն, ինչ արդեն ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը հայտարարել է, որ մատակարարված զենքի համակարգերից ոչ մեկը չի կարողացել հիմնարար կերպով փոխել իրավիճակը, բայց դրանց համատեղ օգտագործումը կարող է էական ազդեցություն ունենալ շփման գծի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Հնդկաստան մեծ նշանակություն ունի երկու երկրների միջև գործընկերության զարգացման համար։ Այս կարծիքը հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախկին առաջին փոխնախարար եւ խորհրդարանի վերին պալատի ներկայիս անդամ Հարշ Վարդհան Շրինգլան, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Վիվեկանանդա միջազգային հիմնադրամում անցկացված Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության 25-ամյակի նվիրված համաժողովի շրջանակներում։ Սա շատ կարևոր եւ նշանակալի այց է։ Վստահ եմ, որ մենք կունենանք բազմաթիվ նվաճումներ, որոնք կհայտարարվեն այս այցի ընթացքում։ Շրինգլան կարծում է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Պուտինի այցը Հնդկաստան շատ նշանակալի կլինի։ Խորհրդարանականի խոսքով Հնդկաստանը եւ Ռուսաստանը միասին երկար ճանապարհ են անցել։ Այսօր այս հարաբերությունները բնութագրվում են վստահությամբ, բարեկամությամբ, համագործակցությամբ եւ փոխադարձ հարգանքով, ասել է նա, նշելով նաեւ ամուր տնտեսական գործընկերությունը եւ պաշտպանության, տիեզերքի եւ էներգետիկայի ոլորտներում լայնածավալ համագործակցությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, նրա հոր Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցություններն է փոխանցել հեռախոսազանգով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Եղանակը առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ից 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է կրճատև անձրև։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում եւս հոկտեմբերի 17-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 17-ից 3-ը կլինի 21-ից 23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14-ից +16 աստիճան։